պարոն Խաչատրյան, դուք գնահատական տվեցիք Նիկոլ Փաշինյանի առավոտյան կատարված գրառումներին, ինչ եք կարծում, որը պետք է լինի դրա պատասխանատվությունը, հա Նիկոլ Փաշինյանը այդ գրառումների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, թե ոչ։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին։ Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն, առնվազն։ Եվ դրանից բացի իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպես նաեւ մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաեւ սա պետք է հիշեն։ Սիվիկեմ, խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, մայիսի 28-ին Իշխան Սաղաթելյանը մի հայտարարություն է արել եւ նշել, որ կանգնած ենք քաղաքական սարդարապատի շեմին, ես կխնդրեմ ասեք ինչի մասին է այս հայտարարությունը։ Քաղաքական սարդարապատի շեմին պետություն ունենալու եւ պետություն չունենալու ընտրության առջև, որովհետեւ այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, ազգին զրկելու է պետությունից։ Թուրքի առաջ ծնկի գալը, թուրքերի բոլոր պահանջները կատարելը, այս ամենը տանում են պետականության եւ ինքնիշխանության կորստի։ Ֆորմալ առումով միգուցե ինչ որ մի հատված կարող է մնալ, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, բայց էությամբ այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով կզրկվենք ինքնիշխանությունից։ Հիմա էլ դա է կատարվում։ Թուրքերի պահանջով սահմանադրություն են փոխում, թուրքերի պահանջով հրաժարվում են խոսել Արցախի Հանրապետության մասին, Արցախի Հանրապետության վերադարձի, ներողություն, Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Իդեպ, ինչ որ ներքին ձայն ասում է, որ այդ հարցը կբարձրանա։ Արցախի հարցի քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Հելսինկի վերջնական ակտի, ավարտական ակտի, եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա է։ Ընդ որում խոսքը գնում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Դիտավորյալ էր ընտրվել այդ սկզբունքը, այլ ոչ թե սահմանների անխախտելիության սկզբունքը։ Ինքնորոշման իրավունքի սկզբունքը չի խախտում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ, եւ դրա ապացույցը ՄԱԿ միջազգային արդարադատության միջազգային դատարանի Կոսովոյի հարցով իրավարար վճիռն էր։ Այնպես որ թող չփորձեն Նիկոլ Փաշինյանը եւ իր հետևորդները ստեն խափեն մոլորեցնեն, թե ինքնորոշման իրավունքը ստորադաս է տարածքային ամբողջականության սկզբունքին։ Շնորհակալություն։ 24 նյուս, խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում դուք ինչ միտում եք տեսնում այդ հայտարարությունների մեջ, որոնք հնչեցին 3 կառավարությունում եւ նաեւ Facebook-յան գրառումները, ինչ նպատակ կա այս ամենի տակ եւ արդյոք հակառակորդ է արդեն իշխանությանը դուրս գալիս եկեղեցին։ Այսինքն նկատի ունեք իշխանությունները Եկեղեցուն հակառակորդ են ուզում դա։ Այո, անկասկած, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, դեռևս 18 թվականին սկսվեց նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, վեհապարի մեքենայի շարասյունը կանգնացնելը, վեհարան ներխուժելը, խուլիգանաբարով արգելելով վեհապարի մուտքը սարդարապատի համալիր անցյալ տարի մայիսի 28-ին, այս խոսույթը, որը հնչում է նաև այս ուրեմն կտուրի ներքո, տանիքի ներքո, տերը ասեց եւ այլն, այս գրառումները դիվահարներ, սևավորներ եւ ամեն ինչ ցույց են տալիս, որ իշխանությունները հարցակում են սկսել նաեւ հավաքելական սուրբ եկեղեցուն, դիտակցելով, որ եկեղեցին մեր ինքնության եւ մի մասն է եւ մեր ինքնությունը պահող կարևորագույն ինստիտուտներից է։
Ձեր հարցինի պատասխան ես ասեցի։ Այս իշխանությունները փորձում են հնարավոր ձախողման համար ուրիշներին մեղավոր կարգել։ Տեսեք Փաշինյանը փոխանակ կանխեր Արցախի հաթափումը ինչ է ասում։ Այն ժամանակ, որ ես ասում էի նշաձողը մի քիչ իջեցնենք, չհամաձայնվեցիք, այ որ դուք նոր նախագահ չընտրեիք, սենց չէր լինի։ Հիմա էլ նույնն է ասում, այ որ դուք չգնայիք եւ սենց խորհրդաժողով չանեիք, սենց չէր լինի, այ որ նախագահ չընտրեին, սենց չէր լինի, այլ որ վերադարձի իրավունքի մասին չխոսեին, սենց չեն լինի, բայց այս 5 տարվա փորձը ցույց է տալիս, որ սրանք ինչքան խնդրեն, ինչքան աղաչեն, ինչքան պաղատեն, դրանից ադրբեջանցիների հայատյաց քաղաքականությունը Հայաստանը որպես ինքնիշխան միավոր աշխարհից վերացնելու քաղաքականությունը չի փոխվի։ Այս իշխանությունները ունակ չեն կանխելու Ադրբեջանի հայատյաց եւ հաջորդի ոչնչացմանը միտված քաղաքականությունը։